2026 թվականից ապահովագրվող խմբերն են։ Մինչև 18 տարեկան երեխաները, 65-ից բարձր տարեկան անձինք, սոցիալական աջակցության համակարգի քաղաքացիները, ապրիլյան եւ 44-օրյա պատերազմի զոհերի ընտանիքի անդամները, հաշմանդամություն ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք, 200,001 դրամից ավելի աշխատավարձ ստացողները, 2,400,000 դրամ համախառն եկամուտ ունեցող անհատ ձեռնարկատերերը։ Վճարման դրույքաչափերն են։ 201,000-ից 500,000 դրամ աշխատավարձի դեպքում վճարը կազմում է 4,800 դրամ։ Պետությունը սուբսիդավորում է 6,000 դրամը։ 501,000 դրամից ավելի աշխատավարձ ստացողների դեպքում վճարը ամբողջ դրույքաչափով է 10,800 դրամ։ Հաշմանդամություն ունեցող աշխատողների դեպքում վճարը պահվում է։ Հետագայում հիմնադրամը վերադարձնում է 3 բանկային օրվա ընթացքում։ Եթե քաղաքացին աշխատում է երկու ընկերությունում եւ երկուսում էլ աշխատավարձը 200,000 դրամից ցածր է, չի ապահովագրվում։ Եթե երկու ընկերություններից մեկում աշխատավարձը 200,001 դրամից ավելի է, ապա աշխատողը վճարում է միայն այն ընկերության համար, որտեղ աշխատավարձը 200,001 դրամից ավելի է։ Մասնավոր ապահովագրություն ունեցող աշխատողը դառնում է պետական ապահովագրության վճարող։ Կազմակերպությունը որոշում է, թե ինչ լրացուցիչ ծառայություններ տրամադրել։ 200,000 դրամից բարձր աշխատավարձ ստացող թոշակառուի գումարը վճարվում է պետբյուջեից հիմնադրամի 10,800 դրամ։ Զինապահ հիմնադրամի նվազեցումները շարունակվում են։ Արցախի այն քաղաքացիները, որոնք գրանցված աշխատող են կամ անհատ ձեռնարկատեր եւ նրանց համար կիրառելի է վերենշված աշխատավարձի չափը, լինելու են ապահովագրության շահառուներ, ովքեր դեռևս չունեն որևէ կարգավիճակ, ստանալու են համապատասխան ծառայություններ առողջության ապահովման եւ բարելավման ծրագրերի շրջանակներում։